Շատերս հաճախ գլուխ են գովում, թե բա մեր մի դինաստիան ավելի մեծ է, քան Ամերիկայի պատմությունը։ Բայց իրականում դա գլուխ գովալու բան չի, այլ ամոթ է։ Մի պարզ պատճառով։ Տեսեք, Ամերիկան ուր է, ու մենք ուր ենք մերս հզոր ժառանգությամբ։ Բայց գլուխ գովալուց բացի առաջարկում եմ հասկանանք, թե որոնք են մեր դինաստիաները։ Իսկ մեր դինաստիաներն են Երվանդունիները, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիները։ Իսկ ինչու եմ ես բացել այս թեման, քանի որ մենք հիմա գտնվում ենք Արշակունիների դամբարանում։ Արշակունիների թագավորությունից մեզ ամենահայտնի դեմքերից են Տրթատ III-ը, դա են որ քրիստոնեությունը ընդունեց։ Քրիստոնեություն ասի հիշա, այս դինաստիայի օրոք մենք նաև հայոց գրերն ենք ստեղծել։ Արշակ II-ը այն մարդներ են, որ կանգնում էր պարսկական հողի վրա թուլանում էր, հենց կանգնում էր հայկական հողի վրա ու ժեղանում էր։ Կամ իրա որդին, պապը, այն որ 17 տարեկանում դարձավ թագավոր ու փոքր տարիքում բոլոր թշնամիներին հանեց երկրից ու էլի դավաճանների պատճառով թույնեցին մեռավ։ Վարազդատ թագավորը, որ օլիմպիական խաղերի հաղթող էր։ Արթուր, իսկ ո՞նց է դամբարանը հասել ստեղ։ Կհարցնի Գիտակերտի իմ հետաքրքրասեր հետևորդը։ Ասեմ, ուրեմն Շապուհ II-ը չի կարողանում Հայաստանի դեմը առնի ու որոշում է գողանա մեր մահացած արքաների մարմինները, քանի որ նրան մոգերը այդպես են հուշել, ասելով, որ Հայաստանի հզորությունը հենց մեր թագավորների աճունների մեջ է, գողանալով աճունները կթուլացնեք Հայաստանը։ Նրանք խաբեությամբ մի ձև գալի հասնում են Արշակունիների հին դամբարանը, որտեղ գտնվում էին մեր թագավորների ոսկորները, եւ գողանում են բոլորի աճունները ու հեռանում են։ Հետո Վասակ Մամիկոնյանը իմանում է, թե ինչ են արել պարսիկները, գալիս հասնում է ու բոլորին քաշում է սրի։ Մեր արքաների ոսկորներն էլ վերցնում ու բերում այստեղ, աղցք գյուղ, եւ կառուցում են Արշակունիների դամբարանը։ Ընթացքում տեղադրում եմ նկարներ, կարող եք տեսնել, թե այստեղ հետազոտությունների ընթացքում ինչեր են հայտնաբերվել։ Բացի դա գտել են տարաներ, որոնց մեջ կային մարդկային ոսկորներ։ Ամենայն հավանականությամբ այս նկարում դուք տեսնում եք մեր թագավորների ոսկորները։ Աճունները հիմա գտնվում են այս սպիտակ հատվածների տակ։ Լուրջ եմ ասում, չեք պատկերացնի ստեղ ինչ էներգետիկա կա։ Ցանկապատը անցնում ես, մտնում ես, դառնում ես պատմության մի մաս։ Համ էլ օդն է ուրիշ, մի տեսակ պատմական է։ Մեր հայոց արքաները միշտ պայքարել են հայոց պետականության, անկախության, երկրի զարգացման համար։ Ճիշտ է, մարդ կարա մակերեսորեն պատմություն թերթի ու ամեն էջում դավաճան տեսնի։ Բայց եթե ձգտող մարդը խորը նայի, հայրենիքի համար պայքարից բացի ոչինչ չի տեսնի։ Հուսով եմ ձեզ դուր եկավ այս հոլովակը։ Շնորհակալ եմ շատ, որ դիտեցիք մինչև վերջ։ Չմոռանաք գրանցվել Գիտակերտին, լայք դնել, տարածել, քանի որ ինձ թվում է լավ գործ ենք անում։ Շնորհակալություն շատ, հաջողություն։